Դպրոցների գնահատման համակարգին առնչվող խնդրին տեղյակ է կրթության նախարարը, սովորողներից է լսել։ Վստահեցնում է սակայն, ունեն ընթացիկ մոնիթորինգ վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, որ իրականում գնահատման համակարգի փոփոխության ազդեցությունը դրական է։ Միևնույն ժամանակ Ժաննա Անդրեասյանն ընդունում է, որ նոր գնահատման համակարգի անցումային փուլը աշակերտներից շատերին դժվարությամբ է տրվում, քանի որ նրանք առաջին դասարանից չէ, որ նոր չափորոշչով են սովորում։ Նոր չափորոշչով սովորողները 6 տարի այլ ձևով էին սովորել եւ այս անցումային փուլը բնականաբար առաջին հերթին նրանց համար է դժվար։ Այն երեխաները, որոնք առաջին դասարանից իսկ այս մոտեցումներով սովորում են, հավատացնում եմ ձեզ, որ մոտիվացիայի հետ կապված խնդիր մենք չենք ունենում։ Մասնագետները մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են խնդրի մասին, վստահ են վերացնելով բանավոր հարցման գնահատականները, աշակերտները ծուլանալու են, չեն սովորելու ու այդպիսով կրթական համակարգը ամբողջովին անկում է ապրելու։ Ուսուցիչների ձեռքին որոշի մեխանիզմներ չի մնում, որ կարողանան խրախուսեն կամ ինչ-որ բան ասենք, որ ցույց տան, որ սխալ է եւ այլն եւ այլն, այսինքն երբ որ մի բան հանում ենք, մենք պետք է հասկանանք, թե դա ինչով է փոխարինվում։ Ու եթե առանձնել բավականին բարդ վիճակի մեջ գտնվող, ասենք, ուսուցիչներից վերցնում ենք այդ մեխանիզմները, դուրս վտանգի առաջ կարող են կանգնեցնել կրթական process-ը։ Գնահատման համակարգը նախ եւ առաջ զսպող ու պարտավորեցնող մեխանիզմ էր սովորողի համար, ասում է ոլորտի փորձագետն ու նկատում։ Թվանշանները բացառելով վերացնում ենք նաև առողջ մրցակցությունը։ Հոգեբանն էլ ընդգծում է, երեխայի կյանքում խրախուսական մեթոդները պետք է վաղ տարիքից ձևավորել, զուգահեռաբար չվերածել մոլուցքի։ Երբ որ դպրոցում գնահատականներ են լինում, երեխայի մոտ այդ առողջ մրցակցությունը եւս սկսում է զարգանալ, երեխան կարողանում է մոտիվացվել, իր համար ավելի հետաքրքրություն, այսպես ասած, ձեռք բերել։ Իսկ երբ որ գնահատականը բացակայում է, երեխան չի կարողանում տարբերակել, արդյոք ինքը լավ էր սովորել կամ արդյոք ինքը ճիշտ կարողացավ ներկայացնել։ Ցանկալի է, որ երեխան ամեն դեպքում խրախուսվի, որովհետեւ եթե երեխան կորցնի իր մոտիվացիան դպրոցական տարիքում, ապա հետագայում դա վերականգնելը շատ բարդ է լինելու։ Նույն ճակատագիրն ունեցավ նաև ոսկե մեդալը ըստ կրթության փորձագետի։ Տարիներ շարունակ մեր երկրում փայլուն գիտելիքներ, ուսման բացարձակ առաջադիմություն ունեցող աշակերտները հնարավորություն ունեին քննություն հանձնելով ստանալ ոսկե մեդալ եւ մոտիվացվել։ Կրթության նախարարությունը վերացրեց նաև այդ կարգը։ Հիմա ոչ սովորելու մոտիվացիա կա, ոչ էլ ցանկություն։ Բավական դες абսուրդ վիճակներ են եվրոպական տարբեր երկրներում տեղի ունենում, ու իմ համար շատ ցավալի է տեսնել, որ մենք կրկնօրինակում ենք ինչ-որ պրակտիկաներ, որոնք որ եթե մի քիչ խոր ուսումնասիրենք, տեսենք, որ հենց այդ նույն երկրներում ովքեր կիրառում են, խիստ բացասական հետևանքների են բերել։ Ու մանավանդ որ մենք հիմա լրիվ նոր դարաշրջան ենք մտնում այս հայաստական բանականության կապված, մենք ընդհանրապես պետք է վերաիմաստավորենք, թե մենք ինչ ենք անում կրթական դաշտում։ Մինչև ոլորտի պատասխանատուները համոզված են նոր չափորոշչի դրական ազդեցության հարցում, մասնագետները եւս մեկ անգամ հիշեցնում են, կրթական բարեփոխումները պետք է նպաստեն կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, ձևավորեն պատասխանատվության ու մրցակցության առողջ միջավայր, իսկ դրական արդյունքների կբերի նոր ռեֆորմը, մասնագետները կասկածում են։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։